Տիեզերքը մինչև 2026 թվականի մարտի վերջը անակնկալ ունի այս 4 կենդանակերպի նշանների համար։ Չնայած դա հիմա լիովին նկատելի չէ, մակերեսի տակ մի կարևոր բան է աննկատ կառուցվում։ 4 կենդանակերպի նշանների համար մինչև 2026 թվականի մարտի վերջը ընկած ժամանակահատվածը կրում է իրական շրջադարձային կետի էներգիա։ Մի ամիս, որը կարող է փոխել ուղղությունը, առաջնահերթությունները եւ նույնիսկ կյանքի երկար ճանապարհը։ Առաջին հայացքից ամեն ինչ կարող է դանդաղ կամ անորոշ թվալ։ Կարող է առաջանալ ուշացման զգացում, բայց սա լճացում չէ, այլ նախապատրաստություն։ Մարսի ազդեցությունը խոստանում է վերադարձ շարժմանը, էներգիան վերադառնում է ձեզ, թեև ոչ անընդհատ հոսքով, այլ ալիքներով։ Կարող են լինել դադարներ, մտորումների պահեր, հարկադիր կանգառներ, բայց այս դադարները չեն նշանակում ձախողում, դրանք ավելի մեծ ռիթմի մաս են կազմում, որը ձեզ բերում է ճիշտ ժամանակին։ Միևնույն ժամանակ Մերկուրին հետադարձ շարժմով դեռևս պահանջում է համբերություն։ Այն խնդրում է ձեզ չշտապել, այլ վերանայել ծրագրերը եւ պարզաբանել մանրամասները, որոնք այլապես կարող էին հեշտությամբ անտեսել։ Սա կույր ցատկի ժամանակը չէ առաջ, ժամանակն է ուղղել ուղղությունը, վերանայել եւ ամրապնդել հիմքը, եւ հենց այստեղ է թաքնված ավելի խորը ճշմարտությունը։ Այնինչ իրականում նախատեսված է ձեզ համար, հավերժ չի մնափակված։ Այն կսկսի հանգիստ եւ անխուսափելիորեն առաջ շարժվել, երբ ժամանակը գա, բայց ամեն ինչ, որ հիմնված է կասկածի, անհամապատասխանության կամ թույլ աջակցության վրա, կարող է սկսել մարել, ոչ թե որպես կորուստ, այլ որպես անհրաժեշտ մաքրագործում։ Ահա թե ինչու է այս ժամանակահատվածն այդքան հզոր։ Խոսքը միայն շարժման մասին չէ, խոսքը համաձայնեցման մասին է։ Մարտի վերջին այնինչ մնում է ավելի ուժեղ, ավելի պարզ եւ ավելի իսկական կլինի։ Այնինչ սկսվում է կունենա իրական ներուժ, եւ այնինչ մարում է տեղ կազատի այն բանի համար, որն ավելի շատ համապատասխանում է այն մարդուն, ում դուք դառնում եք։ Սա քաոս չէ, սա վերակարգավորում է։ Եվ նրանց համար, ովքեր պատրաստ են վստահել գործընթացը, այստեղ սկսվում է իսկապես կյանքը փոխող մի բան։ Խոյ, մինչ Վեներան անցնում է ձեր նշանով, ինչ որ նշանակալի բան աննկատելիորեն ձևավորվում է։ Վեներան սիրո, գեղեցկության եւ առատության մոլորակը հնարավորությունների ալիք է բերում։ Ձեր ֆինանսները կարող են սկսել բարելավվել, ձեր անձնական հմայքը կդառնա ավելի կենսունակ, եւ արդեն առջևում խորը փոփոխությունների մի շրջան է, որը թերևս ձեր երբևէ ապրած ամենագեղեցիկ շրջադարձերից մեկն է։ Միևնույն ժամանակ ձեր նշանի մեջ գտնվող Սատուրնը ապահովում է անհրաժեշտ կառուցվածքն ու կարգապահությունը այդ փոփոխությունները կանխելու համար։ Այն օգնում է ձեզ հավաքել ձեր հանգստությունը, կենտրոնանալ եւ պահպանել ձեր թափը, որպեսզի Վեներայի ներկայացրած հնարավորությունները չանտեսվեն։ Եվ Նեպտունի նուրբ ազդեցությունը ձեզ դարձնում է ավելի տաք, ավելի նուրբ եւ ավելի մատչելի։ Ձեզ համար ավելի հեշտ է ցուցաբերել կարեկցանք եւ ընդունել մտերմությունը։ Բայց Վեներան այստեղ կարծես գտնվում է անծանոթ հանգամանքներում եւ նրա էներգիան ծավալվում է ոչ ստանդարտ ձևով։ Հետևաբար ներքին վերաբերմունքը ոչ թե հետապնդելու, այլ գրավելու, հատկապես օգտակար է ձեզ համար հիմա։ Վստահեք, որ ձերը կգա առանց բռնության կամ ճնշման, երբեմն նույնիսկ ամենաանսպասելի ձևերով։ Հիմա կարևոր է, որ դուք համատեղ եք հմայքը կարգապահության հետ, բացությունը ինքնահարգանքի հետ եւ մտնեք փոփոխությունների մի շրջան, որը կաջակցի եւ ձեր սրտին եւ ձեր երկրային նկրտություններին։ Ձկներ, 2026 թվականի մարտի վերջին ձեզ համար շատ հզոր պահ է կառուցվում։ Այս ամիս ձեր նշանում խիտ էներգիա է կուտակվում, որը ձեր ներկայությունը զգացնել է տալիս, նույնիսկ եթե շարժվում եք լուր եւ առանց ավելորդ աղմուկի։ Սա ժամանակն է ձեզ ավելի կենտրոնացած, ավելի կենսունակ եւ ավելի կապված զգալու ձեր սեփական ուժի հետ։ Այս ժամանակահատվածի գլխավոր պարգևը ձեր ներքին ուժի վերադարձն է։ Մինչ Մարսը ձեր նշանում է մնալ մինչև ապրիլի 9, էներգիան, քաջությունը եւ կամքի ուժը կարծես վերահաստատվում են ձեզ մեջ։ Դուք ձեզ ավելի զգոն, ավելի պարզ եւ ավելի վճռական եք զգալ այն ոլորտներում, որտեղ նախկինում տատանվում էիք։ Եթե առաջանան հակամարտություններ կամ դժվար իրավիճակներ, դուք դրանք կկարգավորեք այնպես, որ նույնիսկ ինքներդ ձեզ զարմացնեք։ Մարսի ազդեցությունը պարզություն եւ ուժ կապահովի, կտրուկ եւ անսպասելիորեն խզելու կապերը հակառակորդների կամ ձեր կյանքը թույնավորող ցանկացած բանի հետ։ Միևնույն ժամանակ Մերկուրին ձեր նշանում հետադարձ դիրքով ուժեղացնում է ձեր դիտարկման եւ մտավոր սրության ունակությունները։ Ինքնավելացությունը, խորաթափանցությունը եւ ռազմավարությունը դառնում են ավելի ուժեղ, ինչը նշանակում է, որ դուք ունեք այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է մարտահավերներին ոչ միայն ինտուիտիվ, այլև իմաստուն կերպով կողնորոշվելու համար։ Մարտի 18-ին ձկների համաստեղծության մեջ նորալուսինը նշանավորում է շրջադարձային պահ։ Սկսում են ի հայտ գալ նոր հնարավորություններ, նոր ուղիներ եւ ձեր սեփական ուժը լիովին ընդունելու հնարավորություն։ Սա ժամանակն է վստահելու ձեր ինտուիցիային, ընդունելու ձեր էներգիան եւ վստահորեն առաջ շարժվելու։ Առաջիկա շաբաթները ձեզ հրավիրում են վերականգնել ձեր ուժը, սրել ձեր միտքը եւ բացել դուռը այն հնարավորությունների համար, որոնք համապատասխանում են ձեր խորագույն ներուժին։
Կույս, մարտի 3-ին ձեր նշանի լուսնային խավարումն արդեն իսկ առաջացրել ձեր կյանքում կարևոր շրջադարձային պահ։ Նույնիսկ եթե դրա ամբողջ ծավալը ձեր չի դրսևորվել, դուք հավանաբար արդեն զգում եք, որ փոփոխություններ են ընթանում եւ դրանք նշանակալի են։ Այս խավարումը կարող է օգնել ձեզ ավարտել կարիերայի խոշոր նախագծերը կամ նույնիսկ մղել ձեզ կայացնել համարձակ որոշում թողնելու ծանր աշխատանքը։ Այն ընդգծում է ձեր նվիրվածության արժեքը եւ մեծացնում է այն հավանականությունը, որ ձեր աշխատանքը վերջապես կնկատվի եւ կգնահատվի։ Մարտի մնացած մասը ձեզ մղում է առջերել ձեր կարիերայում։ Սկիզբը տեղի ունենում մի քանի մարգագներում։ Սա ժամանակն է թողնելու պերֆեկցիոնիզմը, ավելի վականուշ դեպքերին բականոն ինքնիդեսիվ եւ նոր ձեր ձեզեն ոչ կրկինը որ ճահանակի դմիրայած։ Այս կտրված փոփոխությունները կարող են երկարից նախություն շնան եւ արդյունքներ նոր հնարավորությունների ճանապարհը։ Յուպիտերի աջակցությունը խոստանում է ֆոնին։ Այն բերում է իմաստություն, հույս եւ հանգիստ զգացում, որ դուք շարժվում եք ճիշտ ուղղությունով։ Օգտագործի թե ժամանակահատվածը վստահությունները ձեր, ընդունեք ձեր նվաճումները եւ թույլեք որ ձեր թեքնը քննադնորեն իհայտ կան։ Մարտը կարող է հանգիստ շրջադարձային թվատվար, բայց դրա հետ կրկնեք անդրադառնալ ձեր կյանքի նշանակալի եւ երկարեցին ալիքերով երկար ժամանակ։ Աղեքնուր, ձեզ համար նշանակալի պայ է ցավալվում, քանի որ իմիտերը ձեր կառավարիչ մնորակը դեռևս դուրս է եկել հետադարձ շարժումից 4 ամիս։ Այս շրջանում իր հետ կեն բերում բարգադրման, շարժման ու վերադարձի վստահության խոստում։ Դուք վերականգնում եք ձեր էներգիան, կամքը եւ կյանքի հանդեպ եռանդը, նույնիսկ եթե այն դեռ չի դրսևորվել իր ուղղությունով։ Վերջին 4 ամիսները ձեզ համար մարդահավեր էին, մտորումների ժամանակը եւ երկար ժամանակվա ներամալ զգացմունքային փորձառումներից մեկն էին։ Սակայն այս գլուխն արդեն փակվում է, ճանապարհ բացելով առաջ շարժման եւ նոր բարձրության համար։ Ֆինանսական հարցերը նույնպես դառնում են հատկապես բարենպաստ։ Աճի հաջողության եւ կայունության հնարավորություններն արդեն իհայտ են տալիս եւ այս բարենպաստ հոսքը կշարունակվի առավասը մինչեւ մինչի 30-ը։ Հատկապես կարեւորը հիմա վստահ է ձեր ինտուիցիային։ Եթե հետևեք դրան, խոչընդոտները կթվան ավելի տոխան եւ երկին ձերը սկսեն սկսվելու։ Առաջիկա ամիսները կբերեն իրական թափ, կենսունակ հնարավորություններ եւ ինքնազարգացման զերծ։ Կյանքը ձեզ նոր սկիզբ է առաջացնում եւ Յուպիտերի Օվանի ներքո դուք գտնում եք այն կետով, որտեղ կարող եք օգտվել յուրաքանչյուր հնարավորությունից, որն այդվում է ձեր ճանապարհին։ Շարունակեք ուսումնասիրել լոգիկը եւ էզոտերիզմը։ Յուրաքանչյուր նշանի եւ խորհրդանի հետևում միշտ կա իմաստի մեկ այշեր։ Օրվա աստղագուշակ։ Խոյ։ Այսօր չարժե որևէ կարևոր բան ձեռնարկել։ Մեծ է հավանականությունն այն բանի, որ մանր թյուրիմացությունները կխառնեն ձեր պլանները, իրենց հետ կբերեն ֆինանսական կորուստներ, ինչպես նաև կդառնան տարաձայնությունների առիթ այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ ձեր հարաբերությունները դուք թաքնեք գնահատում։ Այսօր հատկապես ձեզ մտահոգում են առաջին հայացքից աննշան թվացող, սակայն շատ հաճախ հանդիպող տարաձայնությունները մտերիմների ու ազգականների հետ։ Սիրելի մարդն այսօր ինչպես երբեք ձեր ուշադրության եւ հոգատարության կարիքն ունի եւ ուրախանում է դրա ցանկացած դրսևորման հետ։ Ցուլ։ Այսօր հնարավոր են տհաճություններ աշխատավայրում։ Ղեկավարությանը հայտնի է դառնում ձեր սխալների ու վրիպումների մասին։ Ձեր հասցեին բավական շատ է սլվում քննադատություն, սակայն անգամ այդ ամենով գործը չի ավարտվում։ Եթե դուք այսօր առավելագույն ջանքեր չգործադրեք ամեն ինչ ուղղելու ու շտկելու համար, ապա լուրջ ֆինանսական եւ պրոֆեսիոնալ խնդիրներն իրենց երկար սպասեցնել չեն տա։ Անձնական կյանքում գերիշխողը դրական միտումներն են, օրը բավական հարմար են նոր ծանոթությունների համար, չի բացառվում անգամ ռոմանտիկ հրապույրը։ Երկվորյակներ։ Շտապեք ավարտին հասցնել նախկինում սկսած եւ կիսատ թողած գործերը։ Եթե դուք այժմ դրանցում եզրափակիչ կետ չդնեք, ապա հետագայում դրանք երկար ժամանակ կմնան կախված վիճակում, ինչը բարդություններ կստեղծի առաջին հերթին ձեզ համար։ Մի շտապեք գործարքներ կնքել, մի ստորագրեք ոչ մի փաստաթուղթ, մինչև որ դրանք մանրամասն չուսումնասիրեք։ Այսօր սիրելի մարդը կստիպի ձեզ նյարդայնանալ, նշանի բազմաթիվ ներկայացուցիչներին կտանջի խանդի զգացումը։ Օրն ընդհանուր առմամբ հարմար է ավագ ազգականներին տեսակցելու համար։ Խեցգետին։ Այսօր դուք ստիպված եք լինելու ձեզ վրա վերցնել պատասխանատվություն, այնպիսի մարդկանց փոխարեն, ովքեր ունակ չեն անգամ ամենատարական որոշումներն ինքնուրույն կայացնելու։ Հարկադրված չպլանավորած ծախսերը բավական զգալի կլինեն, սակայն այդ փողերը շուտով կվերադառնան ձեզ։ Չարժե ռոմանտիկ հարաբերությունների զարգացման առումով հապչեպ որոշումներ կայացնել։ Այսօր դուք իդեալականացնում եք մարդկանց, վարդագույն ակնոցներով նայում բոլոր նրանց, ովքեր ձեզանով հետաքրքրված են, այնպես որ անձնական հարաբերություններում եղեք ավելի հաշվենկատ ու սթափ։ Արյուծ։ Բարենպաստ օր է նոր ձեռնարկումների համար, առաջին հերթին պատվախնդից պրոֆեսիոնալ մտահղացումներն իրականացնելու։ Նշանի առավել նպատակամղված ներկայացուցիչների համար հնարավորություն կընձեռնվի բարձրանալ ծառայողական աստիճաններով։ Կեսօրը կլինի բավական լարված, այդ թվում եւ ֆինանսական առումով, այնպես որ օրվա այդ ժամանակահատվածում մի կայացրեք հապչեպ որոշումներ, որքան էլ որ շրջապատի մարդիկ փորձեն ձեզ շտապեցնել։ Երեկոն աստղերը խորհուրդ են տալիս անցկացնել տանը, իսկ հոգնեցուցիչ գործերն ավելի լավ է հետաձգել վաղվան, ժամանակն ավելի լավ է օգտագործել ուժերը վերականգնելու համար։ Կույս։ Այսօր ձեզ պետք է գան համարձակությունն ու վճռականությունը, որքան ավելի վառ դրսևորվեն ձեր այդ որակները, այնքան ավելի լավ կդասավորվի ձեր օրը։ Հնարավոր են անսովոր հրապուրիչ արկածներ, բազմաթիվ արյուծներ կհայտնվեն ամենատարբեր արկածախնդրությունների մեջ եւ դրանից մեծ հաճույք կստանան։ Հնարավոր է, որ արժեքավոր տեղեկություններ ստանաք, օրը հատկապես հաջող կզարգանա այն արյուծների համար, ովքեր զբաղվում են հետազոտություններով եւ գիտական աշխատանքներով։ Հիշեք, որ այսօր դուք հեշտությամբ եք սիրահարվում, արագ կորցնում գլուխը, սակայն նոր հրապույրը շատ արագ կմոռացվի։
Կշերք, օրվա առաջին կեսը կանցնի բավական բեղմնավոր, դուք հնարավորություն կստանաք հպարտանալ ինքներդ ձեզանով։ Օրվա այդ մասը կապված է ոչ միայն պրոֆեսիոնալ ձեռքբերումների հետ, այլև ձեզ համար մեծ կարևորություն ներկայացնող հարաբերություններում դրական փոփոխությունների։ Գովելի է ցանկացած նախաձեռնողականության դրսևորումը։ Օրվա երկրորդ կեսին ձեր ինքնազգացողությունը կվատանա եւ ցանկալի չէ այդ ժամանակահատվածում ուղևորվել երկար ճանապարհությունների, ղեկին նստած։ Գույս ծնողների մոտ դժվարություններ կծագեն երեխաների հետ շփումներում։ Կարիճ, այսօր ձգտեք սառնասրտություն պահպանել ինչ էլ որ տեղի ունենա, իսկ եթե այդ հարցում խնդիրներ ծագեն, ապա հետևեք այն բանին, որ շրջապատի մարդիկ չկարողանան նկատել, թե իրականում ինչ էմոցիաներ են ձեզ բարուրել։ Միայն ծույլն այսօր չի փորձում ձեզ փռացնել, անգամ այն մարդիկ, ում համար դուք պատրաստ եք ամեն ինչի անել, միայն խորամանկություններ եւ խարտավազք են փնտրում, փոխարենը ուղակի խնդրանքով դիմել ձեզ։ Նշանի որոշ ներկայացուցիչները բավական լրջարեն մտահոգված են իրենց ֆինանսական վիճակով, այսօր անverջ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե նրանք շատ շուտով կմնան առած գրոշի։ Աղեղնավոր, այսօր ով ասես փորձում է խառնել ձեզ գործերին, ձեզ անverջ խորհուրդներ են տալիս եւ նրանք ում դուք դիմում եք նման խնդրանքով, եւ թե նրանք ում հետ դուք կնախընտրեիք որքան հնարավոր հեռու մնալ։ Հանգստություն եւ անդոր պահպանելը շատ դժվար կլինի ողջ օրվա ընթացքում։ Կեսօրին էմոցիոնալ պայթյուն տեղի ունենալու հավանականությունն առավելագույնն է։ Երեկոյան իրավիճակը կփոխվի, դրա հետ մեկտեղ էլ դուք կսկսեք շրջապատող տեղի ունեցող իրադարձություններին վերաբերվել փիլիսոփայական հանգստությամբ։ Դա ձեզ ավելի հրապուրիչ կդարձնի շրջապատի աչքերում։ Այցեղջուր, մի սպասեք նվերների, եթե այսօր ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, պետք է բավական չարչարվեք եւ լուրջ ջանքեր թափեք, ընդ որում արդյունքների կարող եք հասնել միայն ինքնուրույն արված նախաձեռնությունների շնորհիվ։ Այսօր բավական մեծ է մտերիմ մարդկանց հետ ամեն տեսակ տարաթայնություններ ունենալու հավանականությունը։ Մտերիմներին անverջ թվում է, որ դուք չափազանց թեթևամիտ եւ անլուրջ եք, եւ ձեր ոչ մի գործողությունում չեք մտածում հետևանքների մասին։ Շրջապատին հակառակում համոզելու ձեր փորձերը դժվար թե հաջողությամբ պսակվեն։ Ջրհոս, այսօր դուք ստիպված կլինեք ժամանակավորապես ձեզ նվիրել բարդ ու հոգնեցուցիչ գործի, որը որքան էլ որ ձեզ տհաճ է, սակայն ձեր բանականությունը ձեզ հուշում է, որ այն անհնար է իրականացնելը։ Չարժե աշխատավարուն քննարկել իրավիճակը գործընկերների հետ։ Չափից ավելի բաց բերանությունը այսօր կարող է ձեզ մեծ վնասներ պատճառել։ Նվազագույնի հասցրեք ամեն ետեսակի շփումներ։ Երեկոյան ամենից ճիշտ կլինի ընթերցանությամբ զբաղվելը, ընդ որում լավ կլինի, որ խստապահանջ լինեք ընտրված գրականության նկատմամբ եւ կարդաք միայն այնպիսի բան, որը կարող է ձեզ լիցք եւ մտորելու նյութ տալ։ Ձկներ, պրոֆեսիոնալ ոլորտում հնարավոր են զգալի փոփոխություններ, նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար օրը առավելապես կապված կլինի մեծ հեռանկար խոստացող գրծնական առաջարկների հետ, որոնք կստիպեն վերանայել իրենց նպատակներն ու կարիերայի հետ կապված հեռանկարները։ Այսօր շանսը բաց մի թողեք ինքներդ ձեզ ուրախացնելու մի ինչ-որ նոր ու հետաքրքիր բանով, ընտրեք հաճելի կոսմետիկ պրոցեդուրներ, այցելեք շոփինգի, գնեք ձեզ համար առավել հաճելի եւ թարմություն ներկայացնող բան։ Հիշեք, որ այսօր դուք կարող եք ձեզ նման բան թույլ տալ։